Լեա։ Լեա, աղջիկս։ Նրանք քեզ ինչ են արել։ Ոչ մի բան, պապ, շատ էի վախեցել։ Լեոյին են պահանջում, ես չգիտեմ ինչ էին խոսում, պապ, չեմ ճանաչում այդ մարդկանց։ Ես հեսա դրանց վրով կանցնեմ, պապ։ Չէ, պետք չի, ախպերս, ես տղեկին ասել եմ, հեսա դրանցով կզբաղվեն։ Հարի բալես։ Գրիշոն երկրացրեք, գնացինք։ Ուրա Լեան, արա։ Ես չետ անվողնաշարդ։ Սրա համար էր հրաժարվում ինձնից։ Ընտանիքից։ Պապ, խնդրում եմ, ինձ լավ չեմ զգում հիմա։ Ես էլ ինձ լավ չեմ զգում։ Այդ լակոտի հետ շփման եզրն էլ սենց պիտի լիներ։ Պապ, ես շատ եմ սիրում Լեոյին։ Տեսար վերջը ինչ եղավ։ Պապ։ Ինչ։ Ուրա բա։ Ուր այդ ոչխարը։ Պապ, մի խոսա, խնդրում եմ, ոչ մի բան չեմ ուզում հիմա լսեմ։ Չէ, պիտի խոսեմ, որ ուղեղդ մտնի։ Այնքան պիտի ասեմ, մինչև հասկանաս։ Ես ուր ես հասել դու, ես զարմանում եմ։ Պապ, դրանք Լեոյի հետ։ Ես թքած ունեմ դրանք այդ Լեոյի հետ, ինչ տալարնելիք ունեն։ Ինձ դու ես հետաքրքրում, հասկանում ես դու։ Ես քեզ բան եմ ասում, դու էլի քո էշտ ես քշում։ Հազար եմ ասել դրանից հեռու մնա, բայց մեկը դու քոնն ես պնդում։ Բա ինչ ես հիմա տնչանչակատուր ողբում։ Բա դրա շրջապատն էլ էդ պիտի լինի։ Երևում ա ում հետ ա շփվում, որ մի հատ էլ գան իրա սիրած աղջկան գողանան։ Դրա նմանները ամբողջ կյանքում ոտքերից տակ թավալ են եկել։ Յախ քարա։ Ու ես էլ պետք է ընդհանրապես ձայն չհանեմ, ոչինչ չասեմ, որովհետև աղջիկս ա, չեմ կարա ձայն հանեմ։ Պապանա ոնց կարա նեղացնի երեխուն։ Բա խոսա։ Հələ վիճակդ նայի, նայի, դու սրան ես արժանի, իմ աղջիկը դրան է արժանի։ Ոչինչ, շատ հանդուրժեցի, չափից շատ։ Մեն ինչից վախենում է եկավ ընկավ գլխիս, ունանենք մեզնից շուտ են հասե դավո։ Դե լավ, Լեո, կարևորը Լեան ապահով է։ Հեսա նա այդ ամեն ինչը ոնց է իմ դեմ օգտագործվում։ Անես չի, որ միջև ես քո դեմ չէր։ Կզարմանայի գիտես, որ մի հատ լավ բան ասեիր։ Անպայման պետքա ներվերս ուտես, չէ։ Ախպերս կարևոր չի ով է գտել Լեային։ Կարևորն է, որ մեկը այս ամեն ինչը քո դեմ է էլի։ Լավ հա քո ասածն է։ Արա դու այսքանից հետո հլերես ունես զանգում ես ինձ։ Լեան հետը տա,
Այդ անունը մտքից հանում է Սարա։ Անենց ես Լեայի կյանքից կորում որել հետքը չերևա Լեո։ Կթաղեմ տեղատ ամիսներով չեն գտնի։ Հունան հարցնում եմ Լեան հետը, տա։ Լեո, սպասի։ Հունան, Մամ, ես եմ։ ուր եք, ինչ են արել դրանք։ Հանգիստ տեղի տուն ենք գալիս։ Լեա, դու լավ ես։ Հա, հանգիստ տեղի, մամ ջան, ինձ չեն վնասել, գալիս ենք։ Հեռախոսը հորդ տուր։ Մեքենայի մեջ չի խանութ համտել։ Ասայինը, Ինչ են արել դրանք։ ոչ մի բան։ Վախեցածա, կանգնեցի մի հատ ջուր առնա։ Գալիս ենք։ Հաստատ ամեն ինչ նորմալ է։ Հաստատ։ Հունան, չնեղացնես Լեային, ոչ մի բան մի խոսի։ Ուղակի տուն բեր։ Տենց պրոֆեսիոնալ ուղղություն ցույց տվող ես։ Չէ, ուղակի խնդրում եմ։ Ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Ոչ մեկիցդ էլ ոչինչ չեմ ուզում։ Բաղջկատ վրա ձեռ եմ բարձրացրել։ Բա դուրս արի մի հատ ճղի բոլորին փողոցում։ Լեոին կտոր արա։ Այս ամեն ինչը գիտես ինչի արդյունքում է։ Որ աղջկատ առանձին տանում ես սենյակ ու դասեր ես տալիս։ Դե բա աղջկատ ազատությանն են կպել։ Սատանա դառած են ժամանակվա նման դուրս գայր փողոց, բոլորին ճղեր, իրաց տեղը ցույց տայր։ Բայց չէ, գիտես ինչի չես արել, որովհետև այն ժամանակ Հունանն էր դիմացդ կանգնած, կխղճար։ Այս սենց եք իմ սերն ու բարությունը շահագործում։ Ուղակի խնդրում եմ Լեային տուն բեր։ Ինչի տնից փախնելն ու Լեոյի հետ լինելը հեշտ է։ Թե մաման տանն է, դրոշակը վերցրած կպաշտպանի աղջկան։ Այ սուտ։ Լավ էլի բերանս գոնե բացել մի տուր։ Քեզ ինձ էսեր չէ պետք, բաբ։ Դու ինչ գիտես ինձ ինչա պետք։ Չնայած ինչ կա որ չեմ ասել, ամեն ինչ էլ ասել եմ։ Արա դե վեկալ։ Ախպերս, Հա վայք հասել եք տեղ։ 2 րոպեից հասնում ենք։ Ապա դրանց կվերացնեք կմաքրեք այդտեղից հասկացար։ Ոնց ասես ցավը տանեմ։ Գևը հետը տա։ Այ իրանք էլ են անհանգստել, գոնե մի 2 բառով ասա ինչ ա եղել։ Հետի հետո հիմա վախտը չի։ Հասկացա քեզ։ Լավ ախպեր, ես հիմա գնում եմ մի հատ տուն մտնեմ, հասկանամ ինչ վիճակ է, հետո կապի դուրս կգամ հետներդ։ Լավ ախպերս։ Արա լավ ես չեմ հասկանում, այդ Լեոյի հետ ինչի вообще կապի դուրս եկավ Լեան, որ մի հատ էլ sense պատմություն դառնա։ Խիպատի բանը սրան հասնել ախպեր։ Լավ ասենց։ Ցավում է։ Մի քիչ։ Կարերդ նոր է, դրա համար ասում եմ քիչ շարժվի։ Դե լավ էլի մամ։ Ոչ չեմ կարող առավոտից իրիկուն նույն դիրքով անշարժ պարկեմ։ Այ դրա մասին տղա ջան, ժամանակին պետք է մտածեիր։ Նորից չսկսես էլի։ Չէ, ես միջև չպարզեմ թե ինչ ա կատարվել, հաստատ չեմ հանգստանալու։ Դու ավելի լավ է գնա տես պապին ուր գնաց։ Տարօրինակ է, Լեոյենցից հələ նորություն չկա։ Տղա ջան, հերիք չի դու այդ մարդկանցով ապրես։ Հերիք է Վովա ջան, սթափվի։ Ինչ ա եղել, մամ, ինչ վատ բան եմ անում։ Օրինակ ինչի պապի ներկայությամբ ասեցիր, որ ես քո հարազատ մայրը չեմ։ Տենց լավ չի տղա ջան։ Արի դուրս գանք փողոց, փողոցում գոռա, բոլորին ասա, որ ես քո մաման չեմ։ Լուրջ, ես չեմ հասկանում, դու ինչ ես մտածում։ Ինչ ուզում ա լինի, մեկը դու իմ մաման ես։ Ու միշտ էլ դու ես իմ ընտանիքը լինելու։ Աբա, չի երևում։ Լավ էլի մամ, վերջ տուր էլի։
Ես էլ ցանկություն չունեմ քո հետ վիճելու։ Արան հենց ոնց ուզում ես։ Այս ինչ պատմության մեջ ես ընկել։ Խնդրում եմ, հիմա էլ դու Հա, հիմա էլ ինքը։ Լեա բերանիցը բար չլսեմ։ Ու չփորձես դրան արդարացնես։ Հունան մի գոռա, ոչ ոքի չի արդարացնում։ Չեք հասկանում դուք ոչ մի բան։ Դուք հանգիստ խոսքը ուղղակի չեք հասկանում։ Եթե նույնիսկ ես ինձ պատե պատտամ, գետնով տամ, միևնույն է։ Պարտադիր պետք է միացած պատմության մեջ ընկնեք, որ հասկանաք։ Լեարի նստի, ջուր խմես, իրապա ջուր բերա։ Չնայած չեմ էլ զարմանա, որ առավոտիշնի ասի պապ, իզորել եկել ես հետևիցս։ Լեոին էի սպասում ես։ Ես խմի։ Մրսում ես։ Արի բարձրանանք քո սենյակարի։ Հələ մի հատ էս կանացի ակումբը փակեցիք։ Բան ունեմ խոսալու։ Հիմա Հունան։ Չէ։ Մյուս չորեքշաբթի ուղղակի հիմա եմ ասում, որ պատրաստվեք։ Ինա ձեռես առնում ես դու։ Չես տեսնում երեխու վիճակը։ Հələ դու նայի։ Ուշադիր նայի։ Գալ, մի հատ եմ ձեռից բռնի տար թող նշանվի այդ Լեոյի հետ։ Դե հերիքը հազար թեմա քննարկես։ Տնից գնալ ինչ կապ ունի, հիմա ինչ ես դրա մասին խոսում։ Որ աղջկատ մոտ լավ ծնող չխաղաս։ Ինձ էլ սարքել ես տուն քանդողը։ Տենց խելացիներով հավաքվել եք, էլի։ Մի դժբախտացրու աղջկաս, մեզ բոլորիս տերորի ես ենթարկում, մեզ բոլորիս դժբախտացնում ես։ Դե բա ասա, խոսա, արդարացրա աղջկատ։ Դե ձիգ-ձիգ քո համար կանգնի ու ես ընտանիքի բարօրության մասին խոսա։ Ինչի չես խոսում։ Ես վատն եմ, ես ոչ մի բանի պիտանի չեմ։ Էսա ձեր պատկերացրած երջանկությունը։ Դե հերիք այլի պապ։ Վեր ընկար տեղդ։ Ինձ լավ չեմ զգում։ Ոչինչ։ Վատ զգալով կլսես։ Վերջացավ քո այդ Լեոյի հիմար հեքիաթը։ Դեմքից նայ որ հետդ եմ խոսում։ Հարցիս պատասխանի։ Սենց ես պատկերացնում քո ապագան դրա հետ։ Պապ ջան, լավ, մինչև դուրս ցաներդ լսվում է էլի։ Նորից եմ հարցնում։ Սենց ես պատկերացնում քո ապագան։ Չէ։ Պարտադիր էր որ սենց մի բան լիներ նոր հասկանայր։ Պապ ոչ ոք չգիտի ինչ ա եղել իրականում։ Դրա պատճառով քեզ փախցրել պահում են, Լեա։ Լսում ես, ասում եմ դրա պատճառով։ Ես չգիտեմ այդ անասունը ինչերի մեջ է։ Եթե ես ժամանակին չհասնեի, չգիտեմ քո հետ ինչ կլիներ։ Մեկը ոչ ոք չգիտի իրականում ինչ ա եղել։ Չէ, սա անուղեղ է։ Ես իրան բան եմ ասում, մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս։ Պապ, խնդրում եմ, թող գնամ վերև, վաղը ինչ ուզում ես կասես։ Գնա։ Պապ ջան, թող գնա հանգստանա, վաղը կխոսասրվի, եթե չես տենում ինչ վիճակում է դողում էր։ Այդ վիճակը չգիտեմ։ Բայց իմ վիճակը շատ ավելի վատ է։ Լավ, դե մամ ջան, հիմա ջղայնացած էր խոսում էր էլի։ Մինչև Լեային գտել ենք, գնացային աշխարհ հետ ենք եկել։ Էլ չեմ դիմանում, Գրիշ։ Լավ, դե մամ մի նեղվի։ Հիմա կարևորը բոլորը ստանում ենք արդեն ապահով։ Էլ նեղվելի բան չկա։ Մաման, խնդրում եմ, մի հատ շուտ զանգի Լեոին տուր ինձ։ Լեա ինչ ա եղել։ Մանան աղաչում եմ հարցեր մի տուր շուտ զանգի Լեոին տուր ինձ հեռախոսը։ Ինչ ա եղել Լեոին, մի բան ասա։ Զանգի։
անջատում է։ Խնդրում եմ նորից փորձի։ Ասա, Լեո, ինչ ա եղել, ուր ես։ գրողի ծոցն եմ մանան, ինչ կա ասելիքդ ասա։ Դե գրողի ծոցից մի րոպե դուրս արի, հեռախոսը տալիս եմ Լեային։ Լեո, Կյանքս, ոնց ես ցավը տանեմ, ինչ են արել դրանք։ Լեո հանգիստ տեղի ես տանն եմ։ Իմ հետ ամեն ինչ կարգին է։ Ուղղակի ուզում եի հետդ խոսեի, որ համ դու հանգիստ լինես, համ ես։ Ես պիտի քեզ տենամ, տարբերակ չկա, ինչ հանգիստ լինել։ Լեո, ոչ մի դեպքում, այդ թող մնա հետո։ Գալիս եմ քեզ տենամ, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Լեո, տանը նենց վիճակա, որ այս անգամ չեմ կարող նկարագրեմ, խնդրում եմ հանկարծ չգաս։ Իմ մոտ էլ նենց վիճակա, որ նկարագրելու չի։ Գալիս եմ, մանանի մոտ եղի, որ զանգեմ պատասխանես։ Իսկ կարող խփելուց առաջ ասես հասկանամ ինչ ա եղել։ Ինչ եկել եմ այս տուն, բացի վիրավորանքից աղբերներիս հասցեին, ուրիշ ոչ մի բան չեմ լսում։ Ուղղակի պատճառն ասա հասկանամ, էլի։ Քրիշ շուտ ներս արի դուրը փակի։ Ինչ ա եղել։ Քրիշ ինձ լսի, խնդրում եմ իջի բակ, հանկարծ չթողնես որ Լեոն ներս գա։ Ինչ Լեո արա, դա ուզում ա գաս, թե։ Քրիշ, ես քեզ աղաչում եմ, առանց կռիվ սարքելու իջի բակ չթողնես բարձրանա, եթե papan Լեոին տեսավ կսպանի։ Հանի ինչ պապան սպանի է, հերթը պապա ինչի ասնելու, հեսա ինչ վիզա կդրեմ է դրա։ Քրիշ, խնդրում եմ, եթե մի գրամ սիրում ես ինձ, իջի բակ կռիվ չսարքես, երդվի որ կռիվ չես սարքի ու չես թողի Լեոն բարձրանա։ Հեսա դու դες դրա ձենը ոնց ես լսում դե։ Քրիշ, Քրիշ, ես քեզ խնդրում եմ, հանուն ինձ ու մանանի, երդվի որ կռիվ չես սարքի։ Ինչ ես խոսում Լեա, այդ քանի երես ունի այսքանից հետո գալիս ես, ինչ կռիվ սարքել։ Քրիշ, խնդրում եմ։ Քրիշ, համ դու ես տակացած, համ papan, համ Լեոն, սրա վերջը լավ չի լինելու։ Խնդրում եմ, խոսք դուր որ քիչնես ու առանց կռիվ սարքելու կճանապարհես, հա։ Քրիշ, խնդրում եմ։ Что այսօր։ Դուսը մի քիչ նստեմ մակրոթին, պապ ջան։ Այ Գրիշա, ուրիշ տեղ չգնաս։ Չէ, ուր գնամ, դուրսն եմ ելնելու էլի։ Դու ասա ոնց ես։ Ոչինչ։ Ուզում եմ գնամ քնեմ մի քիչ հանգստանամ։ Բայց նա ինձ չլինի, ես քնից ելնեմ ու դու տանը չլնես Գրիշա։ Այ, պապ ջան, ուր պետք է ելնեմ է։ Ասացի դուրսն եմ ելնելու, բացի այդ եմ Վահագին ասել եմ դրան մաքրել են տեղից։ Էլ ինչ կա դուրս անելու։ Պապ, մաման ուր է։ Այստեղ եմ։ Եթե հաց ես ուտելու, արի դիմարկել, որ խոհանոցը հավաքեմ ու գնա պարկեմ։ Արի հանգիստ պարկի, մամ ջան, չեմ ուտում։ Ստեղ սպասի ես եկա։ Դե գիժ ես։ Գալիս եմ հետդ։ Չես գալիս Դավո։ Ասում եմ գալիս եմ Լեո։ Ուրեմն լսի Լեո։ Քրոջս խոսք եմ տվել, որ հետդ կռիվ չեմ անել ունես որ քանի հանգիստ ասում եմ ֆրացեք ու գնացեք ստեղից։ Չեմ ուզում քրոջս խաթրից դուրս գամ, դրա համար եմ հանգիստ ասում ախպեր։ Գնացեք։ Գրիշ ուզում եմ Լեային տենամ։ Չես կարող ախպեր։ Ես այն մարդը չեմ, որ իմ արած սխալների համար պատասխանատու չլինեմ, կամ փախնեմ դրանից, կամ էլ առավել եւս գցեմ ուրիշ ինչ-որ մեկի վրա։ Այ ես եմ մեղավոր։ Լեան իմ պատճառով այս վիճակում։ Բայց քո պատճառով է Լեան այս վիճակում, ու դու դրա մասին լավ գիտես ախպեր։ Ու չես կարող իրան տենաս, էլի եմ ասում։ Քրոջս խաթր ձեն չեմ հանում, չեմ ուզում պատմություն դառնա։ Հանգիստ գնացեք։ Գրիշ, ես ուզում եմ Լեային տենամ, որ լավ է։ Ինչն է լավ այ ախպեր։ Շատ վատ է։ Մտածում ես պետք է լավ լինի։ Մի հատ լավ բան կա այս պատմության մեջ, ու այդ այն է, որ դու քո սխալը ընդունում ես։ Ուզում եմ տենամ։
Հա, Գրիշ։ Մանանը լերա խոսա դու լեային։ Գրիշ։ Լեա դու սարի բալկոն մատ։ Գրիշ ինչ է կատարվում։ Կգամ տուն հետո կասեմ։ Անցիներս։ Դե հիմա գնացեք։ Ես Լեայի հեռախոսն եմ։ Հա մեկ այդ գյադեքի պավ ոչ մի բան անել պետք չի։ Ինչ պետք է արդեն արածա մի բան էլ ավել։ Գնացիք։ Արի։ Օգա ջան, ինձ կներես, ես երևի գնամ, ինձ մի քիչ վատ եմ զգում, որ քեզ մենակ եմ թողնում, բայց գնամ համել այդ ապուշներին տիրություն անեմ։ Օգա ջան, ջահել են, շատ մի նեղվիր, 1000 բան կարող է պատահել, այնպես չի, որ արդարացնում եմ, բայց փառք տանք ասում, ովան լավ։ Բայց արդարացնելու բան էլ չկա, Դավիթ պապ։ Կարևորն է նա, որ ովան լավ։ Ախր ինչ ճիշտ հասկացեք։ Ես ես կյանքում Վովայից բացի ոչ մեկին չունեմ։ Վովան իմ ապրելու իմաստն է։ Հասկանում եմ, աղջիկ ջան։ Ճիշտ է, ես չեմ իրան լույս աշխարհ բերել, բայց ես եմ իր մայրը։ Ես եմ պահել, մեծացրել, իմ բոլոր երազանքները իր հետ կապել։ Դա երևում է։ Ու որ իրան ես վիճակում եմ տեսնում, ուղղակի սիրտս կտոր ալինում։ Ինձ ներիր, աղջիկ ջան, ես գնամ։ Բայց իմացիր, որ վարքյանին պետք եղանք, անմիջապես կողքիդ կլինենք, եղավ, գնամ, որ համել այդ հիմար լակոտներին մի լավ քոտակ եմ, որ չապները ճանաչեն։ Դուք էլ ինձ կներեք, եթե հիվանդասենյակում ձեր հետ կոպիտ խոսեցի։ Հասկանում եմ, բամայր ես, բա ուրիշ ոնց կարող է լինել։ Բայց իմացիր, ինչի կարիք ունենաս, անմիջապես զանգիր ինձ։ Եղավ, դե, ես գնամ։ Լավ, Լեո, դե մի բան խոսա։ Ինչ խոսամ դավ։ Պարզ չի, Լեային կորցրի։ Աղբերն էլ կանգնել ասում է, այդ գյադեքի հարցերը լուծված է։ Իբր ես չեմ կարում իմ հարցերը լուծեմ, իրանք են լուծում։ Ասա գնամ մեռի էլի Լեո ջան, որ մակունցները պիտի հարցերդ լուծեն։ Չէ, աղբերս, մեռնել պետք չի հաստատ, բայց այ որ հետևություններ անել պետք է, այդ միանշանակ։ Գիտես, մի քիչ տարօրինակ բան կասեմ, բայց Գրիշոն իր կյանքում իրան առաջի անգամ ճիշտ պահեց։ Որովհետև եթե մենք լինեինք իր տեղը, հաստատ կռիվ էինք սարքել, հաստատ տվես սպանել էինք։ Բայց մարդը տենց չարեց։ Կորցրի։ Լեային կորցրի, դավը։ Դե լավ էլի Լեո։ Դու առաջինը քեզ ես կորցրել։ Մի հատ քեզ գթի աղբերս,
ու մնացածը քո կյանքում հաստատ լավ կլինի։ Չմտածես ախպերս, էս էլ կանցնի, ու հաստատ ամեն ինչ լավ է լինելու։ Լավ։ Մենակ խնդրում եմ արի այդ թեմայից չխոսենք։ Լեա, ինչ ասում ենք, քո համար ենք ասում։ Դու չպիտի սենց պատմության մեջ ընկնեիր։ Հասկանում եմ։ Դե որ հասկանում ես, գնա լոգան կընդունի, արի պարկի հանգստացի։ Ման ոնց հանգիստ պարկեմ ես քանից հետո։ Մի կերպ, քեզ ստիպելով։ Բոլորի կյանքում էլ դժվարություններ լինում են, պետք չի առաջին դժվարությունից սենց կոտրվել։ Պապան Լեոին վնասելու է։ Մի հատ բաց թող այդ հիմար մտքերը։ Գիտեմ, տագնապի մեջ ես, ինչ ասես մտքովդ անցնում է, բայց բաց թող ու հանգստացի։ Ես չեմ քնում։ Եթե ինչ որ բանի կարիք ունենաս, ինձ ասա։ Գրիշ դու էլ գնա պարկի էլի։ Մի քիչ քրուչս հետ կմնամ կգնամ մամ ջան։ Չկռվեք, խնդրում եմ։ Չէ, ցավատան եմ իշ կռվել։ Մի երկու բար խոսանք ու ախպեր կգնամ։ Ես վերցրու Լեա ջան, վաղն օրը կառնեմ։ Շնորհակալ եմ, Գրիշ։ Ես էլ պատկերացնի ինչքան շնորհակալ եմ։ Գիտես չէ, քո խաթրը որ դրանց քիթը չեմ ջարդը։ Մի ձև այն ներվերը զսպում։ Մի բան ասեմ չես նեղանա։ Ասա։ Մանանի հետ ամուսնությունը շատ լավ արադարձել քո վրա։ Ծերս առնում Լեա։ Մի տեսակ ոնց որ մեծացած լինես։ Մանանի ձերը մեծանալ չեք ծերանանքել այդ ցավատանը։ Լավ էլ մի երկու բառով պատմի տնամ այդ ոնց եղավ, ինչ եղավ։ Ալո, Ինչ կա Լեո։ ինձ թվաց Լեանա։ Դե հա գիտեմ, որ իմանայր ես եմ չէիր պատասխանի։ Լավ կասես հասկանամ ես ինչ թեմաների մեջ եք։ Խառը։ Պատմի հասկանամ։ Ինչ պատմեմ, պատմելու բան չկա։ Շատ անհանգիստ եմ ձեր համար։ Բայց ոնց տեն ստացվեց։ Ինչը։ Որ անհանգիստ ես մեր համար։ Ուֆ, լավ էլի Լեո։ Նորմալ հարց եմ տալի մանան։ Նորմալ հարց չես տալիս։ Ինչի պիտի անհանգիստ չլինեմ։ Ման, արի հետո կխոսանք, հա։ Հիմա ոչ հավես ունեմ, ոչ էլ վիճակ կա վրաս։ Ազիվ եմ ոտի վրա կանգնած մնում։ Ոչ էլ կարող եմ բերանս բացեմ երկու բառ խոսամ։ Ես հետո քեզ կզանգեմ կխոսանք։ Եթե Լեայի հետ կապված էլ ինչ-որ բան լինի, կապի դուրս արի հետս։ Դա ախպերը դեր։ Հա, Տենց անհանգիստ ես, հա։ շատ։ Բա ասելա որ քո ու Լեայի խաթր շատ մեծ ահոք եմ գտնվել ու ոչ մի բան չեմ արել։ Ապրես Գրիշ ջան։ Մեծն Գրիշն ես, դու հպարտանում եմ քեզնով։ Դա պետք է հպարտանաս, բա ինչ պետք է անես։ Անպայման։ Հա լսի։ Չլնեմ չիմանամ, ես մեր տան եղածը զանգում հեռախոսոտ պատմում ես, հասկացար, թե չէ շատ վատ առնելու նայի։ Լավ էլի։ Լավ էլի, մավելի չկա։ Ես քեզ լուրջ եմ ասում, նա, եթե իմացել եմ տես բան ա եղել, հեռախոսը ձեռիցդ կվերցնեմ, ոչ մեկ էլ չես կարողանա կապվես։ Չնայած քո համար նորություն չի առանց հեռախոսը ապրել, երևի սովոր ես։
Լավա ժամանեցիք։ Պապի մի քիչ քայլել չի կարելի։ Երեկվա երեխաներն ինձ հիմարի տեղ եք դրել, հա? Ես նոր եմ գալիս Վովայի մոտից։ Թե մտածում եք, որ զանգերից չեք պատասխանում, ինձանից ցանքում եք պահելու։ Ես գնացի վերև։ Ոչ մի վերև, նստիր այստեղ ու պատմիր տեսնեմ ինչ ա եղել։ Պապի հավես չունեմ էլի։ Իսկ էները գլուխը ուտելու հավես ունեիք, հա? Պատմեք տեսնեմ ինչ ա եղել։ Մնջախաղի դերասան չես, բան ասա հասկանամ։ Պապի ցավը տանեմ։ Մեռած եմ թաղած չեմ։ Քիչ ամնում ինձ գնամ մի տեղից գցեմ լուրջ եմ ասում։ Ինչ ա պատել, տղաջան։ Էս ինչերի մեջ եք, էս ինչ պատմություններ ա։ Ով ա Վովային դանակով խփել։ Պապի, թող Լեոն բարձանա վերև պարկի հանգստանա, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ Ես ինչ է ես երեխու վիճակը։ Ես մի հատ գնամ լվացվեմ գամ ու ամեն ինչ կպատմեմ։ Հետո կլվացվես, արի նստի պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Պապ, 2 րոպե ա, հեսա գալիս եմ, համբերի։ Թու ես ծեր։ Աղջիմետա սա Անուշ կոնե։ Անուշ, Ծաղ բզելով է, հա, քո մոտ։ քո մոտ էլ ամեն ինչ ասելով, հա? Նենց չի որ չասեմ հաջորդ անգամ լողանալուց խորտակվելու ես։ Եղ, կարա։ Նեղքը քեզ։ Դե անշնորհք։ Դու ես անշնորհքը։ Էդ ուր։ Տղեկն ու տիտենան։ Գրիշ գիշերվա 1000-ն ինչ տղա։ Դե նախորդ թեմաներով էլի։ Գնամ տենամ առավոտը չբռնեն նախորդ գլուխը կիսեն։ Հա չես կարա այդ հարցերով առավոտը զբաղվես։ Չէ։ Բայց իրականում ես շատ շնորհակալ եմ, որ այսօր Լեոյի հետ կռիվ չարեցիր։ Ե։ Լավա ֆայմա շնորհակալ եմ, այստես լավ չի։ Երեխեքին տանենք դպրոց նոր կհայտնեի շնորհակալությունդ։ Վայ։ Շուտ արա գնա, ես քնում եմ։ Հոպլը, առանց ինձ քնել չկա կսպասես։ Մի լուրջ։ Այո, շատ լուրջ։ Մեկ բաչի գնամ։ Մի հատ էլ հետևիցդ ջուր չշփեմ։ Չէ, այս անգամ պետք չի ջուր շփել, բաչի շուտ արա։ Ապրես։ Գրիշ շուտ կգաս։ Ալո։ Վարը ձեզ, Էրնամ Ակունցի հետ եմ խոսում։ Այո։ Դուք Ավետիք Սարգսյանի կինն եք, չէ՞։ Այո։ Կներեք, իսկ ում հետ եմ խոսում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կապիտան Կարեն Թադևոսյան, մոտ 50 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։ Կասկածվում է, որ Ավետիք Սարգսյանն է։ Խնդրում եմ մոտենալ դիահերձարան Մարմինը ճանաչելու։ Հա Սարգիս ջան։
Ռոզի ջան, բարի լույս։ Ոնց ես։ Ոչինչ, մի կերպ դիմանում եմ։ Ամեն վարքյան սպասում եմ, որ ինչ-որ ինֆորմացիա կտաս, դու ոնց ես։ Իրականում վատ, որովհետև վատ լուրով եմ զանգել։ Ինչ ա եղել։ Ամուսնուդ հետ է կապված։ Դիակ են գտել, կասկածում եմ, որ ինքն է։